Parեցez Հայաստան ցայնասպյուրի հատուկ հաղորդումի այսօրվա հյուրն է Անահիտ Տոնաբետյան Դեմոպուլոս, որ նախ ասեմ, որ լիոնցի է, մեր խոսակցությունը սկսել են առաջ, որ լեզվապան է, հայ լեզվապան մնե, ֆրանսահայ լեզվապան մնե, մասնավորապես հայ լեզվի մասնակետ է, եւ 1991 թվականին ի վեր Փարիզի արևելյան լեզուներու այսինքն բարձրագույն հաստատության հայերենի բաժնի հայերենի ամբիոնի դնորենուհին է։ Բարև Անահիտ։ Բարև Իլդա։ Շնորհակալություն այս հրավերը ընդունելու համար։ Մեզ համար կարևոր մեկ նյութ պիտի արձանագրենք այսօր հայերենի դասավանդությունը ոչ միայն Ֆրանսայի մեջ, այլ նաև դարբեր երկիրներու մեջ, ընդհանրապես Սփյուռքի մեջ հայերենի դասավանդությունն է մեր այսօրվա նյութը։ Ուրեմն սկսենք այսօրվա ծեր կորձունեութենեն դուք ուրեմն որպես հայերենի ամբիոնի Փարիզի արևելյան լեզուներու Սորբոնի համալսարանի, եթե չեմ սխալի, Ինալկոյի արևելյան լեզուներու բարձրագույն հաստատության հայերենի պատասխանատուն եք, ինչպես կընթանա ծեր կորձունեությունը Փարիզի այս համալսարանական հաստատության մեջ։ Ուրեմն, ինչպես ասիք, այսքան ես այս հայերենի բաժնի ղեկավարն եմ արդեն 30 տարի ավելի, հայերենը բավական լավ թիրք ունի այս հաստատութենեն ներս, որը ինչպես ասիք համալսարանի համազոր է, որովհետև համալսարանական վկայականներ գուտանք, ուրեմն հայերենը չորրորդ այս հաստատությունը ստեղծված է Նապոլեոնի կողմեն 200 տարի ավելի առաջ Ուզելի այդ մասին քիչ ավելի մանրամասն խոսել քիչ վերջ, եւ ուրեմն հայերենը ամենահին լեզուներն է եւ հիմա հարգավ կարևորագույնը հիմա այնքան հին լալը չէ մեր թիրքը որոշելու համար համալսարանին ներս, այլ մեր ուսանողներու քանակը որ շատ կարևոր թեման է, դեպանգե գախված են այն նյութական, այսինքն միջոցները, որ մեզի գդրվին, ուրեմն մեր ուսանողներու քանակը կհամարվի միջին լեզու համալսարանեն ներս, քանի որ հոն կդասավանդվին 100-ն ավելի լեզուներ, սկսելով կորեերեն, արաբերեն ամենաշատ ունեցողներն են, բայց նաև կան լեզուներ, որոնք ունին այսինքն դասեն նվազ ուսանողներ, ուրեմն մեր ուսանողության քանակը քիչ թե շատ հիմա 90 հոգի է, ինչ որ շատ լավ է եւ այս թիվը աճեցավ մեր արցանց ծրագիրներու շնորհիվ, որ 2017-ին ի վեր եւ դեռավերի 2021-ին ի վեր սկսան ավելի հետաքրքրություն գրավել, անգե առաջ 50 հոգի են քիչ թե շատ։ Ուրեմն Դիգին Տոնաբետյան մենք պիտի խոսենք հայերենի դասավանդության մասին եւ ծեր դասավանդություններու մասին, այսինքն արևելյան լեզուներու հայկական բաժնի, հայկական ամբիոնի դասավանդություններու մասին, բայց նաեւ քիչ առաջ շատ կարճ անդրադարձակ պատմականին, բայց հետաքրքրական է, նույնիսկ եթե այսօր ամենակարևոր նյութը չէ, բայց ինչպես հաստատված է Փարիզի մեջ հայերենի դասավանդությունը մասնավորապես արևելյան լեզուներու բարձրագույն ուսման մեջ։ Այո, ուրեմն այսօր պատմությունը գսկսի նախ պետք է ասենք նախապատմություն մգա, որ բոլսո թարգմանիչներու դպրոցի հետ կապված է, որ Կոլբերը ստեղծած էր Թուրքիայի հետ միասին, որ ուր կպատրաստվեին դրոգման ասված մասնակետները, որ թարգմանիչներ էին, բայց նաև միջնորդներ արևդուրի մեջ, դիվանագիտության մեջ եւ այլն։ Եվ գիտենք, որ արդեն շատոնցվեն հայ ուսանողները
մեծամասնությունն էին այս դպրոցներ, ուրեմն ցևով մը գրնանք ասել, որ նախաբադմությունն արդեն հոն կարևոր է մեզի համար, բայց փուն այս հաստատությունը ստեղծվեցավ որպես École des langues orientales vivantes, այսինքն կենթանի արևելյան լեզուներու դպրոց, որը Նապոլեոնը ստեղծեց, երբ որ իր արշավներեն վերադարձավ բազմաթիվ ցերակիցներով եւ ուզեց գայսրական քրագանության գիծ ստեղծել այս դպրոցը, ուր մասնակիցներ պիտի ուսումնասիրեին այս ցերակրերը եւ ուսումնասիրելու համար նաեւ պետք էր որ նոր սերունդներ, մասնակիցներու սերունդներ պատրաստվեին, բայց նաեւ Թեև ցերակրերու հետ կապված էր, նաև ուրեմն կենթանի լեզուներու վրա էր շեշտը, որովհետև այս շարունակությունը կար դրոգմաններուն դպրոցին հետ եւ այս մտահոգությունը, որ արևելքը կարևոր նոր արևդրական եւ թիվանակետական մարտահրավերներու գորիզ մգրնալալ եւ Ֆրանսան պետք ուներ այդպիսի մասնակիցներու, որոնք կրնային նաև ազատ շրջիլ այս երկիրներու հետ եւ նաեւ մշակույթը ճանչնալ եւ այլն։ Ուրեմն այդ պատճառով է որ առաջին լեզուները եղած են արաբերենը, բարսկերենը, թուրքերենը եւ հայերենը, նաեւ հունարենը հետո, այսինքն կարևորագույն լեզուներն էին, բայց շատ արագ բազմացան եւ գացին մինչև հերավոր արևելք, մինչև նաև այսինքն Հնդկաստան, հարավ արևելյան երկիրները, այսինքն Հնդկաստանեն նաև դեպի արևելք, Աֆրիկայի լեզուները, նույնիսկ ունենք Ամերիկայի բնիկ լեզուներու դասավանդում, որուն արևելյանը լալը, ասենք որ պետք է ամբողջ երկրակունցին շուրջ չնել, որբեսի արևելքեն երտալով իրենց գտնենք, բայց այդպես է, այսինքն վերջի վերջո մեր առաքելությունը ավելի շատ ուսումնասիրել եւ դասավանդելն է այն լեզուները, որոնք ուրիշ տեղ ավելի քիչ կդասավանդվին, այսինքն գլխավոր եվրոպական լեզուներեն զատ գրնանք ասել բոլոր աշխարհի բոլոր լեզուները գրնան, այսինքն այն նույնիսկ ունենք Եվրոպայի որոշ լեզուներ, հունգարերենը, ֆիներենը եւ այլն ռուսերենը հարգավ։ Ուրեմն այս շրջավայրին յետ վերադառնանք հայերենի, այսօր ինչ է հայերենի գաղտնիճակը Ֆրանսայի մեջ, գիտենք որ հայերենը դասված է մի քանի տարի առաջ, մոտավորապես 2 տասնամյակ առաջ վտանգված լեզուներու գաղտնին եւ Ֆրանսայի մեջ այսպես կորձածվող փոքրամասնական որպես լեզու այսօր հայերենը գտասվի վտանգված լեզուներու գաղտնին, ինչ է այսօր ընդհանրապես հայերենի գաղտնիճակը նախ ասենք Ֆրանսայի մեջ եւ հետո ընդհանրապես Սփյուռքի մեջ։ Պիտի ասեմ, որ այս վտանգվածության բիդագը, որ դրված է հայերենին վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմեն 2010 թվականին, երբ արդեն կարծեմ բոլորս արդեն գիտակից էինք ադոր մասին, բայց նաև այս բիդագավորումը ցնցումը պատճառեց, կարծես թե ուրիշներուն այս փաստը հաստատելը ավելի ցնցիչ էր, քան մենք մեզի ադոր մասին գիտակցիլը։ Ուրեմն ասի վիճեսե որ այսքան գարկավիճակ է այն իմաստով որ մեկը գարկավիճակ մը դա այս լեզվին բարձաբես գարձեմ իրողության մը հաստատումն է որպես գրնանք ասել թե բոլոր փոքրամասնության լեզուները ցևով մը վտանգված են բայց տարբեր աստիճաններու Եվ իմիջայլոց ՅՈՒՆԵՍԿՕ-ի վտանգված լեզուներու մեջ կան տարբեր վտանգվածության տարբեր աստիճաններ։ Հիմա այս բիդագավորումը քիչ մը խնդրահարարգա է, այսինքն խնդրահարույց է, որովհետև այդպես չկա սև կամ ջերմակ վտանգված կամ ոչ վտանգված, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 5 աստիճաններ եւ երբեք չի նշվիր թե հայերենը որ աստիճանին գվերապերի եւ այսինքն ամենավտանգվածներուն գարկին չէ
բարձ է, որովհետև հայերենը ունի արդեն քրական աղբյուրներ, ունի բոլոր դասավանդման համար անհրաժեշտ աղբյուրները եւ միջոցները, ունի դպրոցներ, ունի քրակետներու բավական լավ զանգված, ուրեմն հարցը հիմա այն է, թե որքանով ընտանիքներուն մեջ գփոխանցվի այս լեզուն որպես բնիկ լեզու, որպես առօրյա լեզու։ Հոն է հարցը։ Ներողություն մեկ բան մոռացանք ասելու, մենք կխոսենք արևմտահայերենի մասին։ Իհարկե, այո։ Լավ էր հիշեցնելը։ Ուրեմն վերջապես արևելահայերենը պետական լեզու է Հայաստանի մեջ եւ արևմտահայերենը բոլորովին անդեսված Հայաստանի իշխանություններու, դարբեր իշխանություններու կողմէ, ամենատեղից Հայաստանի, ընդհանրապես Հայաստանի կողմէ բոլորովին անդեսված մեկ լեզու է, փոքր մի քանի բաները զարդուրի այսպես ես պիտի չասեի հիմա որ բոլորովին անդեսված է, որովհետեւ բավական մեծ գործունեություն կա Հայաստանի պետության կողմեն նոր լեզվի մասին նոր օրենքը արդեն գճշտե գնշե արևմտահայերենը, երբ առաջին օրենքը 93-ին, եթե չեմ սխալի, միայն հայերեն լեզվի մասին գխոսեր եւ հոն կենտրոնվեր որ այսքան լրելյան ցևով հայերենը քրական հայերենը պիտի լար արևելահայերենը նոր օրենքի մեջ գճշտված է եւ շատ միջոցառումներ կան ես քանի տարի առաջ անդամակցեցա այսքան հրավիրվեցա Կերակույն հայոց լեզվի Կերակույն խորհրդի որպես անդամ Հայաստանի մեջ որ վարչապետի առընթեր գազագերբություն մներ որ գարձեմ արդեն չի գործեր այսինքն քանի տարի է որ լուրջ ունեցա բայց հոն միշտ ասենք խնդրուարարգար եւ հետաքրքրության արարգամներ արևմտահայերենը թեր ավելի հիմա որ կան սուրիահայ եւ շատ բավական մեծ քանակով միջին արևելքի հայեր որ Հայաստան հաստատված են բարձրապես BDS-ի որ հետաքրքրությունը կա ցանկությունը կա գարձեմ թե այս արևմտահայերենի վրա աշխատելու մոդեցումին համար որոշ նրբություններ կան, որ ցևով մներսեն պետք է հասկանալ եւ միշտ չէ որ ճիշտ ցևով ճիշտ մոդեցում կա անոր հանդեպ օրինակ գարկախոս մի եղած է քանի տարի առաջ որ երկու դարբերակներում մերսեցման վրա պետք է աշխատենք կամ փորձերը լան ինչ որ քիչ մը այսինքն իմ գարձիկով լեզվապանի գարձիկով իմիջայլոց ոևէ լեզվապան գարձեմ բիդի ինձի հետ համացայնի որ այդ մերցեցումը ինչ ոչ մեկ քայլ պետք է գանելու որբեսի գադարվի բիդի գադարվի բարձրապես չի կարելի չէ վերեն վար բարձրացրել կամ խրախուսել կամ ադոր համար բան մնել լեզուները գփոխվին եւ ինչ որ լա մեկը մյուսին վրա պիտի աստեն բնականաբար բայց միաժամանակ երբ դուք կսեք որ հետաքրքրություն կա փորձեր կան եւ այսօր այսպես դրամատուրգություններ կան ինչն է որ կբացի որ հայերենը մասնավորապես արևմտահայերենը ավելի լայն լսարան ունենա Հայաստանի մեջ ավելի դասավանդության այսինքն ենթակա եւ արևմտահայերեն զարգանա Հայաստանի մեջ Այսի բավական խոր խոսակցություն է որ գգարձեմ եթե հիմա սկսենք ասոր մասին խոսիլ շատ ժամանակ կրնա այսինքն իսկապես գարժե խորացնել այս հարցը գարջստելու համար ամենայն տևս երկու ուղղությամբ կարելի է պատասխանել այս հարցումին մեկը այն է որ քաղաքական առաջնահերթություններու հարց մնե որ գտեսնենք որ դպրոցական ծրագրերը գործեն ավելի թեթևցնել այսօր կան ծանրացնել ուրեմն արևմտահայերեն ավելցնելը եւ այլն քիչ մը դժվար կրնաթվիլ ասեմ որ հիմա արդեն արևմտահայ քրագանությունը գդրամատրվի աշակերտներուն եթե չեմ սխալիր տուն արևմտահայերենով հաջող ուղղակցությունը կփոխվի բայց ուղղակցությունը ընդունենք որ թեև անալ քաղաքական հարց մգրնալալ բայց ցևով մագերեսային երևույթ մնե
Ցավալի է, որ դասական ուղղակությամբ չի դրամատրվիր, որովհետեւ նվազ խորտ թվի հայաստանցիներուն այս ուղղակությունը, բայց ամենայն դեպս ծևով մը գա եւ կրնամ ասել, որ արմդահայերեն այնքան ալ դարօրինակ խորտ անհասկանալի չէ հիմա Հայաստանի մեջ, ինչպես որ էր առաջ, որովհետեւ շփումը ավելի է եւ այլն։ Ասի ուրեմն քաղաքական առաջնահերթություններու բեդության կողմեն հարցը։ Հիմա որպես լեզվապան եւ ընկերալեզվապան ասեմ իմ գարձիկս ասոր մասին ես չեմ գարձեր որ երկար ժամանակով արմդահայերենը գրնա բարգավաճիլ Հայաստանի մեջ որովհետեւ Հայաստանի մեջ ինչ որալ ենք գա արդեն քրական լեզումը որ իր թիրքը ունի որ իր վարգը ունի եւ ով որ գքախտե, այսինքն ով որ վերջի վերջո արմդահայերեն գխոսի Հայաստանի մեջ, մեծ մասամբ, ինչպես որ էր Միչայելոս առաջին ներկայացնելու ժամանակ, ասենք որ ավելի խոցելի ընկերային խումբեր են, այսինքն ներկայացողներ, մարդիկ, որոնք պետք է թեր հարմարվին երկրին, որ բոլոր կոդերը չունին եւ այլն։ Եվ այսպիսի վիճակներու մեջ հիմա ես չեմ խոսիր միայն հայկական իրողության մասին, ընդհանրապես լեզուներու ամբողջ աշխարհի մեջ, այսինքն երբ որ երկրի մեջ մեկ լեզու արդեն ունի այս թիրքը, երկրորդ դարբերակը միշտ պիտի թվի որպես բարբար։ Միշտ պիտի թվի, այսինքն միշտ նվիրաբերությունը պիտի Փոքրամասնությունական եւ այսինքն ծևով մը գա նաեւ այս ըմբռնումը որ Գյումրիի բարբարին կնմանի ուրեմն ծևով մը բարբարի կնմանի այսինքն երբ լեզումը այնքան նման է ու քրականիդ բայց դարբերություններ ունի ցուն կմբռնես որպես բարբար Բայց անշուշտ արևմտահայերեն խոսողները պիտի չուզեին որ իրենց լեզուն նկատվի որպես բարբար որովհետեւ երկու ջուրեր են Եվ զարգացած մեկ ջուր է, ոչ թե բարբարային բանով։ Հարգավ ես այս իսկն իրական իրողության մեջ երկու քրականներ են, բայց ըմբռնումի մասին գխոսին, որովհետև այս ըմբռնումը շատ կարևոր է, գպայմանավոր է այն ցևը, այսինքն գպայմանավոր է պատկերացումները, որ խոսողները իսկ պիտի ունենան իրենց արևմտահայերենի մասին։ Եվ հոս Գրնամ ասել, որ թեր դարիները ժամանակը բավական չէ անցած, որպեսզի տեսնենք, թե ինչպես կփոխվի այս լեզվի գործածությունը, արևմտահայերենի գործածությունը Հայաստանի մեջ միջին արևելքեն քաղտած ընտանիքները ներս։ Թեր բավական շատ կգործածվի եւ ես հիմա եթե առաջ երբ որ Հայաստան գերտայի աշխատելու համար միայն արևելահայերեն գխոսեի հիմա գբադայի որ արևմտահայերեն խումբերու հետ աշխատիմ եւ արևմտահայերեն աշխատիմ ուրեմն գա ճիշտ է որ գա բայց կարևորը երեխաներն են դպրոցականները այսինքն ինչպես պիտի փոխվի իրենց մոդեցումը Հոս շատ հետաքրքրական ուսումնասիրություն մգա որ սկսած եմ, բայց պետք է 10 տարի անցնի որ արդեն սկսենք արդյունքները հասկանալ կարելի է պարտադել արցախցիներու իրենց բարբարի պաշտպանումը եւ արևմտահայախոսներու արևմտահայերենի պաշտպանումը թեև Արցախինը կհամարվի բարբար եւ արևմտահայերենը կհամարվի քրական լեզու, բայց հոս կտեսնենք, որ գրնա գլխավոր բանը բաղադրիչը կորձոնը այդ մեկը չլա։ Գրնա լալ այս ինքնության դարբերության զգացումը։ Եվ արդյոք երբ որ մեկ սերունդ անցնի, այսինքն Հայաստան ծնած սերունդ մլա այս միջին արևելքեն ընտանիքներեն ներս, այս սերունդը իր ինքնությունը ինչպես պիտի զգա Եվ ինչպես պիտի ուզե այս ինքնությունը դրսևորել, այսինքն արդյոք պիտի ուզե իր կարողության ներս արևմտահայերեն խոսիլ եւ դեղացիներուն հետ արևելահայերեն, այսինքն ասոնց մասի ասոնք շատ հետաքրքրական արցախցիներով ով գտեսնենք որ թեև բարբար է բավական խորքային նյութ է ճիշտ է իրավունք, այնպես որ բզդիկ ակնարկ նետեցինք այս խնդրի վրա, բայց վերադառնանք արևմտահայերենի գաղտնավիճակին։ Ուրեմն սփյուռքի մեջ արևմտահայերենը գտասաբանցվի նախ ընտանեկան լեզու եւ որոշ երկրներու մեջ, ընդհանրապես միջին արևելքի մեջ,
ընտանիքներու մեջ կփոխանցվող լեզու է, մայրենի լեզու է, եւ դպրոցներու մեջ կդասավանդվի եւ մասնավորապես երկրորդական վարժարաններու մեջ որոշ մագարտագի այսպես դասավանդություն գոյություն ունի, քրագանություն, արևելահայ եւ արևմտահայ քրագանություն եւ ոչ միայն արևմտահայ գտասավանդվի ուրեմն միայն Հայգազյան քոլեջը գագարձեմ արևմուտքի մեջ որպես համալսարանական մագարտակ միջին արևելքի մեջ ներողություն, որ գտասավանդ է հայերեն, հայագիտություն, բայց համալսարան գհամարվի ոչ թե քոլեջ։ Այո, ընդհանրապես երկրորդականին կգասեցվի արևմտահայերենի դասավանդությունը եւ համալսարաններու մեջ հայերենի ամբիոններ քրեթե չկան միջին արևելքի մեջ։ Եթե դերևս կսխալիմ, բայց հայերենի ամբիոն գարձեմ որ միայն ուրեմն արևելյան լեզուներու բարձրակույն վարժարանի մեջ գոյություն ունի այստեղ եւ անշուշտ բաներու մեջ հայագիտական ամբիոններ կան Միացյալ Նահանգներու եւ դարբեր համալսարաններու մեջ հայագիտական ամբիոններ գոյություն ունի բայց Վենեդիկ, Ժնև եւ այլն Եվրոպա ալքանի ամբիոններ կան մեր ամենաընթարցակն է Հարցումս Անահիտ կվերապերի լեզվի փոխանցումի բաներուն, մեքանիզմներուն եւ միջոցներուն, ինչպես կփոխանցվի մայրենի լեզումը, այս բաներած փոքրամասնագանի վերածված լեզումը, ասենք որ արևմտահայերենը ցեղասպանության առաջին զոհերեն մեկն է, առաջին զոհն է, արևմտահայերեն եւ արևմտահայ մշակույթը եւ այս ասկե մեկնելով ուրեմն այս լեզուն սփյուռքի մեջ փոքրամասնական լեզու դարձած է, հոն ուր համաբարբար այսպես քաղաքներ գոյություն ունեցած են մասնավորապես իսլամական երկրներու մեջ, ուր որոշ թե լեզվական եւ թե մշակութային չսեմ ինքնավարություն, բայց յուրահատուկ բան կա, դեր գոյություն ունի, հնարավորություն գոյություն ունի զարգացնելու, բայց ընդհանրապես միշտ երկրներու մեջ փոքրամասնություն եղած է, այս բարականերու մեջ այսօրվա վիճակով, այսինքն 2025 թվականին, ինչպես կփոխանցվի այս լեզուն։ Լեզումը կփոխանցվի կորզածվելով եւ լեզումը կփոխանցվի հաղորդակցության բանջինը որպես պատասխան։ Ուրեմն հիմա գլխավոր մարտահրավերը այն է, թե սփյուռքի մեջ ինչ է այս պահանջքը, որքանով գա այս պահանջքը։ Եվ ինչպես ասիք, միջին արևելքի համայնքները, որովհետև այս տեսակ, ասենք, բան համաձիրի մեջ եղած են ցեղասպանութենեն յետք, բայց ի վերջո ցեղասպանութենեն առաջալ, այսինքն Օսմանյան գայսրության միլլետի համագարքը գրեթե նույնն էր, այսինքն շատ նման էր հիմա Լիբանանյան համագարքին, Սուրիան դարբեր է, որտեղ շատ կենտրոնացած ավելի ֆրանսիական մոդելը արած է, ինչպես որ Թուրքիան այսօր, բայց Լիբանանը բահած է, այսինքն գրեթե եւ Գիբրոսն ալցեվով որոշ հետքեր ունի, ուրեմն երկիրներ կան ուր գա թեր այս պատկերացումը երկրին որպես քաղաքացիություն, որուն ներս կան քանի ազգություններ եւ այս ազգությունները իրավունք ունին ծևով համարվել որպես խումբ, Ֆրանսիայի մեջ ճանաչված ենք որպես հայ, բայց ոչ թե որպես խումբ, որպես անձեր, այսինքն միայն քվեարկելու ժամանակ է որպես խումբ կմտածեն մեզի մեր մասին, բայց սահմանադրության մեջ չկա դեղ այդ փոքրամասնական խումբերու համար ընդհանրակը, այո, կմերժվի, գհերկվի, իսկ միջին արևելքի մեջ գա այս տեղը եւ ադոր համապատասխան գա ապրելակերպը, որ գմղե մարդկանց նույն թաղամասի մեջ ապրելու, նույն դպրոցներում, այսինքն համանքային դպրոցներ հաճախելու եւ այլն, այսինքն երբ որ արդեն գա այս միջուկը, ընկերային կյանքի այս միջուկը, որ թույլ գուտա կյանքի դարբեր ասպարեզներու մեջ այս լեզուն գործածել, գբադայի ինչ որ Միգլյորինո անունով մասնակետ մգոչած է the success story հայերենի success story-ն, որովհետև գսեր որ այդպես 100 տարի ցեղասպանութենեն յետք 100 տարի թիմանալ ինչպես որ թիմացավ այս լեզուն բարձավես հրաշք մնե
Այսինքն հրաշք գիտենք, որ հրաշք չէ, կարելի է բացատրել ադոր պայմանները, բայց ճիշտ է, որ մանավանդ արևմուտքեն դիտված գտվի շատ զարմանալի փաստը։ Ուրեմն ասի հարգավ Ընդհանուր վիճակը ուրեմն այս է, վերադառնալով Ֆրանսայի, ուրեմն խոսեցանք Ֆրանսայի սահմանադրության եւ ֆրանսական հանրապետության էության, որ գտնիմանա համայնքներու կոյության եւ գտնունի անհատներու անձնական իրավունքը լեզուներ փոխանցելու կամ լեզուներ սովորելու, այսօրվա իրավիճակի մեջ ինչ է Ֆրանսայի մեջ ուրեմն ասեմ գարքավիճակը, բայց ընդհանուր վիճակը ավելի ճիշտ է հայերեն։ Վիճակը շատ ավելի բարդ է հարգավ Ֆրանսայի մեջ։ Օրինակ, եթե բախտadենք Ֆրանսան եւ Մոնրեալը Կանադան, շատ մեծ տարբերություն կա, որտեղ նույն խումբերը, որ գքախտեն միջին արևելքեն դեպի Ֆրանսա կամ դեպի Քեբեկ, իրենց լեզվային ընդրությունները դարբեր ձևով կտեսնեն։ Այսինքն Ֆրանսայի մեջ ձևով ամեն մարդ ամբողջ ժողովուրդ կհասկանա, որ պետք է հարմարվի։ Ֆրանսան միալեզու երկիր մնե։ Ուրեմն ինչ ուրիշ լեզու որը լա, պիտի լա երկրորդական լեզումը, եւ բնական է, որ քանի որ արդեն ասենք այս առանցին ապրելու եւ այլն միդումը ավելի քիչ է, ուրեմն ավելի քիչ կպահպանվի լեզուն որպես հաղորդակցության պահանջ։ Ասեմ, որ օրինակ քիչ առաջ հիշեցուցիկ, որ լեզուն կփոխանցվի ընտանիքները ներս եւ դպրոցը։ Լեզումը, որ միայն ընտանիքեն ներս եւ դպրոցը կփոխանցվի, ապակա չունի։ Որովհետև որքան լավ աշխատանք ալնե այս դպրոցը, եթե այն աշակերտը, որ ենթադրենք, որ գադարյալ հայերենին պիտի դիրաբեդե դպրոցեն դուրս ելելով, ինչ որ իդեալական հայացք մնե, բայց ենթադրելով նույնիսկ այս աստիճանի հաջողություն, ինչ պիտի գադարե հետո այս լեզվով։ Վերջի վերջո քիչ առաջ խոսեինք ան հարցին մասին, թե Հայաստանը ինչ կնե արևմտահայերենի համար։ Ես պիտի ասեի, որ վերջի վերջո կարևոր չէ, թե Հայաստանը ինչ կնե արևմտահայերենի համար, որովհետև բանալին սփյուռքը ունի։ Այս հարցին լուծումը սփյուռքին ցերկն է, որովհետեւ մենք այս լեզուն շարունակենք, որովհետեւ այս լեզուն գերագրեսն այս լեզվին սնունդ տանք, պետք է գիտնանք, թե ինչու այս լեզուն պետք ունենք։ Եթե այս հարցումին չպատասխանենք, միշտ պիտի այդպես անհաջող փորձերու շուրջ ահագին չանք տապելով մեր չանկերու աբարչյունը լալու մասին պիտի փողոքենք եւ թշկոյությունը պիտի լա եւ հոն պիտի մնան միշտ միայն ամենա ասենք ինչպես եմ քաղաքապարախոսական բաժարներով մղված, այսինքն անձերը, որ պիտի շարունակեն այս գործը եւ մյուսները աստիճանաբար պիտի հեռանան եւ ադի կնշանակե ցախողի։ Ուրեմն հարցը այն է, թե այս լեզվին ինչու համար պետք ունի եւ այս հարցին շուրջ մեծ, ինչպես ասեմ, օմերտամը գա, այսինքն բան մնե որ մարդ չի համարցակիր խոսի ասոր մասին։ Դպրոց մը կստեղծենք, հայկական դպրոց մը կստեղծենք եւ կարծես թե լրելյան ցեվով բոլորը պետք է գիտնան, թե այո, լավ է հայկական դպրոց կառուցելը, բայց ինչու շարունակել, այո, անցյալը բավարար բաժար մը չէ շարունակելու համար։ Այսինքն անցյալը օժիտ մնե, կարևոր արժեք մնե, եթե գաբվի աբակային հետ։ Բայց եթե անցյալը միայն անցյալ պիտի լա, բոլորս արդեն ցևով մը գիտենք, որ դսդենք սուտ կխոսենք որ այս երեխաներուն։ Այսինքն այս լեզվի կարևորության մասին։ Ուրեմն անայից հիմնական պատճառը, որու համար ընդհանրապես կուզենք, որ հայերենը փոխանցվի հաջորդ սերունդներուն, որ ընդհանրապես անցյալեն գուկա, այսինքն մեր անցյալի արժեքները
հավերժացնելու եւ անցյալի արժեքները վերարժևորելու եւ գենթանի բահելու մեր խաղապարը ճիշտ խաղապարը չէ։ Սխալ մի հասկնակ ինձի, որովհետև այս խոսակցություններու շուրջ շատ շուտ գտարնաս տավաջանը կամ դաշնամին, ուրեմն չէ, ծեր մասին գիտեմ, բայց լսողները գրնան սխալին։ Ես ասի, որ այո, այս բոլորը կարևոր արժեքներ են եւ մենք, օրինակ մենք մեր սերունդը որ շփում ունեցած ենք մեծերուն հետ, վերաբրողներուն հետ, ցեղասպանութենեն, մեր մեջ արմադացած է այս սերը լեզվին հանդեպ։ Մենք գիտենք, թե ինչու գուզենք այս լեզուն շարունակել։ Որտեղ ասի կապված է մեր ապրումներու հետ, մեր կյանքի փորձառության հետ, եւ երբ որ հայերեն գխոսենք, մեր մեջ բան մը կգադարվի։ Այսինքն ուրիշ անցենք, ուրիշ ցևով կմտածենք, ուրիշ իրողություն մնե մեր կյանքին մեջ ու ուրիշ հավասարաչափություն մնե որ գպանա այս լեզուն լավ հիմա հաջորդ սերունդները որոնք այս գաբը չունին այս անմիջական գաբը առաջին սերունդին հետ գրնան ուրեմն ինչու պիտի սորվի եւ հոս պիտի ասեմ որ այս հարցին այս ինչուն բարձրապես հերետորական ինչու մեջ է որ գուտամսելու համար որ պատասխան չունենք ուրեմն վերջ տկենք Չէ, գա պատասխանը։ Այս պատասխանը կտեսնեմ այսօր բավական շատ փորձառություններու մեջ եւ որ նոր միջավայրներ կան այսօր սփյուռքի մեջ, որ կստեղծվին հայախոսներու միջև, որ կհաջողին ստեղծել իրենց աշխարհը եւ կգարձեմ թե ամեն մեկս Պետք ունենք երբեմն այս տեսակի նոր փորձառություններ ունենալու, որ միայն, ասեմ, որ ես երբ որ արևմտահայերենին կմտածեմ, միայն իմ նախնիներուս հիշողությունը չլա մանկությանս հիշողություններ, այլ լա նաև առօրյա այժմեական կյանքիս մեջ որոշ արձագանքներ։ Օրինակ, իմ մեջս այս, ասենք, Գարելյությունը ստեղծվեցավ բավական ցայդուն ցևով 2015-ին, երբ որ ինալկո գիտաժողովը կազմակերպեցինք ուր ամբողջ աշխարհեն մասնագետներ եկան, այս գիտաժողովը որոշեցին ուրեմն արևմտահայերենը 100 տարի յետք ինչպես փոխանցել եւ մանկավարժական նորարարության մասին գիտաժողովն էր, որ Գյուլենկյան հիմնարկին հետ կազմակերպեցինք ինալկո սեպտեմբեր 2015-ին Այս առաջին անգամը լալով այս գիտաժողովը եղավ ամբողջովին արևմտահայերենով կամ արևմտահայերենի թարգմանված։ Այսինքն գային ֆրանսիացի մասնակիցներ եւ գային հայեր դարբեր վայրերը, բայց մենք պատրաստեցինք երիտասարդներ, որ իվիճակի էին այս բանը համընթաց թարգմանություն կատարելու սարքավորումը գար այն սրահին մեջ եւ մեր յետևը գային 3 խցիկներ, որոնց մեջ այսպես ականջակալներով անընդհատ գթարգմանեին թեպի արևմտահայերեն կամ արևմտահայերենեն այս պահանջքը այսինքն այս դեսակ փորձառությունը որը 2 օր 3 օր տևեց կարծեմ 2 օր տևեց կամ 3 օր ծևով գմարնավոր է այն փաստը որ հայերենը արևմտահայերենը գրնա լալ գլխավոր աշխատանքային մեր լեզուն այսինքն ծևով պետք է հավատալ ասոր մասին Միան երեխաներուն լոլոգ արտալ չէ, որ հայերեն խոսե։ Այսինքն, մենք ալ ծևով պետք է օգնենք, որ այս լեզուն մարմնավորվի եւ բոլոր աստիճաններուն հասնի։ Եվ իդեպ կգարձեմ, թե պիտի խոսենք մեր նոր մագիստրոսական ծրագրի մասին, որ նպատակը ճիշտ ու ճիշտ ասոր շարունակությունն է։ Ուրեմն վերադառնանք ընդհանուրեն թեպի հադուգը եւ վերադառնանք այստեղ Սորբոն Նուվելի ուրեմն ներոտում Սորբոնի համալսարանի մեջ արևելյան լեզուներու այս հաստատության եւ հայերենի ամբիոնին լեզու գտասավանտեք բայց լեզվենզատ ուրիշ ինչ գտասավանտվի այս ամբիոնի մեջ Ուրեմն այո գսեի քիչ առաջ որ մեր ամբիոնը ամենաամբողջական ծրագիրն է որ գարաչարգե գրնամսել ամբողջ աշխարհի մեջ Հայաստանեն դուրս
որովհետև ունինք լեզու, արևմտահայերեն, արևելահայերեն, ուսանողը երբ որ հասնի մեր կով, այսինքն նոր միջնակարգ դպրոց ավարտել են յետք գրնա զերոեն սկսիլ եւ պիտի ընտրե արևելահայերեն կամ արևմտահայերեն, ասի ասենք Հայաստանի անկախութենեն իվեր է որ այս փոփոխությունը գադարեցինք, առաջ պետք էր արևմտահայերենով սկսիլ երկրորդ դարին պետք է անպայման երկրորդ դարբերակն ալ սորվի, սկսի սորվիլ եւ երրորդ դարվա դասերուն արդեն դարբերություն չեն կներ նույն դասի մեջ է որ երկու դարբերակներով աղբյուրներու վրա աշխատենք, որովհետեւ ուսանողը ունենա իր գործնական դարբերակը, բայց մյուս դարբերակը իր համար հարց չլա, խնդիր չլա, խոչընդոտ չլա։ Ուրեմն սա լեզվի դասերն են, հարգավ կան ավելի գործնական դասեր եւ ավելի դեսական լեզվի դասեր, այսինքն լեզվաբանություն, քանի որ Վիկտորիա Խուշուդյանը եւ ես որ գլխավոր ասենք դասախոս եւ այսինքն դասախոսներն ենք լեզվաբան ենք, որպես հետազոտող ուրեմն լեզվաբանությունը գա, բայց նաեւ ունենք ընդհանուր պատմության դասեր, ուրեմն միջնադարյան պատմություն, նոր շրջանի պատմություն, ժամանակագից շրջանի պատմություն, ունենք քրագանության դասեր, եւս Հայաստանի քրագանությունը, Սփյուռքի քրագանությունը, հին քրագանությունը, ունենք ուրեմն պատմաբանությունը գուտա ժամանակագից շրջանին համար տալին դերմինացիանը, որ աշխատի ինքը ռուսական բաժինեններ, ինքը հոն հրավիրված է որպես դասախոս, բայց իր դասերու մեկ մասը գնե մեր բաժինեններ։ Նաև գա Աննա Լեյլոյան Եկմալյանը, որ ինքն ալ ռուսական բաժինին անդամ է, բայց կտասավանտե արվեստի պատմություն եւ ունի արվեստի պատմության դասեր, բայց նաև այդ արվեստի պատմությունը կգաբե ընդհանուր մշակութաբանության, ասենք մշակույթի պատմության հարցերու հետ եւ միշտ, այսինքն այս Կովկասի մյուս երկիրներու հետ բախտադելը կամ պատմության հետ գաբ հաստատելը, որ միշտ կարևոր է։ Ունենք մարդաբանություն, Նազլեթ Տեմիր Բեյլերյանն է, որ գտասավանտ է, հատկապես Թուրքիո հայերու մասին, ունենք գրապար, Անիե Սուզունյանը գտասավանտ է գրապարը, որ գսկսին ուսանողները գսկսին երկրորդ տարվան ընթացքին, այսինքն լիսանսի, բակալավրի երկրորդ տարվա ընթացքին գսկսին, եւ նաեւ որոշ քանակով դասեր կընտրեն մեր գողքի երկիրներու եւ մշակույթներու պատմաբանութենեն, քրագանութենեն եւ այլն ըստ իրենց նախընտրած ուղղվածության։ Ուրեմն բավական ամբողջական ծրագիր մնե, թեև հարգավ ժամանակը սահմանափակ է եւ չենք կրնարսել, որ լիագադար հայագետներ կրնանք պատրաստել այսպիսի պայմաններու մեջ, բայց բավական լավ, այսինքն կարելի է բախտadel, ասենք ուրիշ լեզուներու, իսպաներենի կամ չգիտեմ լեզուներու ծրագիրներ։ Սովորական հարցում Անահիտ, մենք կտեսնենք, որ օրինակ որոշ լեզուներու մեջ մարդիկ մի քանի տարի են գրնան լեզվին որոշ չափով դիրաբեդել եւ հայերենի մեջ այդ այսպես դիրաբեդումի գործողությունը բավական դժվար գտնվի։ Սա կարելի է ասել փոքր դարիքի դպրոցականներու մասին, օրինակ հայերեն շաբաթը 3 ժամ հայերեն ընող աշակերտը նույնքան չի դիրաբեդել հայերենի, որքան 3 ժամ անգլերեն ընող աշակերտը, եւ միաժամանակ հիմա դուք կսեք, որ անշուշտ կարելի չէ մի քանի տարվա մեջ լիսանսի մագարտագի բերելով աշակերտներ ուսանողները կարելի չէ հաստատել, որ գադարյալ հայերենի կդիրաբեդեն, արդյոք հայերեն ավելի դժվար լեզու է մյուս լեզուներեն, թե մեթոդաբանության բան մը գա, դժվարություն մը գա։ Կան լեզուներ, որոնք ասենք
ֆրանսախոսի համար ավելի ճյուրին են քան մյուսները։ Այսինքն անգլերենը, ասենք որ առարգայականորեն օբյեկտիվ ցևով ավելի ճյուրին լեզումն է, որովհետև քերականությունը ավելի թեթև է եւ այլն։ Okay, բայց նաև շատ ավելի գշրջի, շատ ավելի մդերիմ է արդեն, նույնիսկ մեկը որ անգլերեն չէ սորված, ագանչին մեջ ունի որոշ չափով անգլերեն, բայց ասոնք ուրեմն կան որոշ լեզուներ, որոնք ավելի ճյուրին են, բայց եթե պարտադենք, այսինքն ովևէ լեզվի մեջ լավ աստիճանի հասնելու համար որոշ այսինքն ասենք փուլեր կան, որը միշտ դժվար է հաղթահարել։ Ուրեմն, պիտի չասեի, որ հայերենը, եթե հիմա պարտադենք, ասենք ռուսերենի հետ, հունարենի հետ, այդպիսի լեզուներու հետ, որ այնքան մդերիմ չեն եւ այնքան մոդիկ չեն լատինական լեզուներին, պիտի չասեի, որ ավելի դժվար է։ Հարգավ այփուպենը գա, այփուպենը պետք է սորվիլ, բայց այփուպենը բավական մագերեսային երևույթ է լեզու սորվելու համար կարևորագույն բանը չէ։ Մենք ունենք ուսանողներ, որոնք շատ շուտ այփուպեն գսորվին, բայց վերջը լեզուն խոսելու համար դժվարություններ ունի։ Հոն դարբերություններ կան նախ ըստ անձերուն, այսինքն անձկավոր ճյուրություն ունի լեզուներով ու անձկավոր չունի։ Ադի հարգավ անդալ կորձոնմն է։ Նաև դպրոցներու մեջ, այսինքն գգարձեմ թե ներդրումի հարցալ կա բարձրապես։ Եվ պետք է եղած ներդրումը տնելու համար հոնալ դարբեր կորձոններ կան, այսինքն պետք է որ շրջաբադը քեզ մղե ադոր, պետք է սկաս որ ադոր ցանկությունը ունիս։ Հիմա եթե հայկական դպրոց կերտաս բաբային մամային լավությունը հրաձելելու համար հավանաբար արդյունքը գրնա շատ լավ չլալ, բայց եթե ուսուցչուհին բացառիկ մթնոլորտը գրծած է ստեղծել դասարանեն ներս, ուր սորվիլը խաղի հետ գխառնե եւ ցևով մը երեխային համար արդեն հայերենը վիթարնա հադուկ կյանքի փորձառությունը, որ իր մեջ նոր չանքեր պիտի բաժարե, ուրեմն ադալ գրնա ամբողջ խաղի դվյալները փոխել։ Ուրեմն հիմա երկրորդ հարցը գա, որ պիտի ասեի մեր համալսարանի պայմաններու մեջ, այն է որ ուսանողը որ իսպաներեն գսորվի, որ ռուսերեն գսորվի, այսինքն ես իմ առաջին մասնակցությունս ռուսերենը եղած է, ռուսերենը 0-ն սորված եմ, բայց այսինքն երրորդ դարվն է, դացած եմ 2 ամիս Մոսկվա, այսինքն միշտ այդ շփումը եղած է, այսինքն որբեսի գտնվիմ իրական մթնոլորտի մեջ, ուր այս լեզուն ինձի պետք պիտի լա։ Արեմդահայերենի հետ շատ դժվար է այս փորձառությունը ունենալ, մենք կփորձենք մեր ուսանողներուն մղել դեպի միջին արևել, բայց այս վերջերը շատ դժվար եղավ, շատ քիչ ուսանողներ ունենք, որ համարձակեցան Լիբանան երթալ, Սուրիայի մասին չեմ խոսիր, ուրեմն ասոնք ալ, որովհետև ճիշտ է, որ եթե մեկը կարելիություն ունենա հոն երթալու, վստահ եմ, որ ամբողջովին պիտի փոխե իր հայրենին դիապետելու ունակությունը։ Պատմականորեն այդպես եղած է, որովհետև շատեր մեր ծանոթներու մեջ հայերենը զարգացնելու, արևմտահայերենը զարգացնելու համար Լիբանան կացած են եւ այդտեղ քիշերոտիկ մնացած են ջեմարան եւ իրենց հայերենը գդարելակորձած վերադարձած են 1 տարի վերջ, 2 տարի վերջ հայոց դառնալով եւ հայերենը զարգացնելով ուրեմն իդ վերադառնանք մեր ջուրավորումներեն իդ վերադառնանք դասավանդության խոսեցանք նյութերու մասին դասավանդված նյութերու մասին դասավանդվող նյութերու մասին եւ դեսանք որ դուք ուրեմն այսօր այլևս բանունիկ pedagogan մագիստրոսական վկայական գուդակ աշակերտներուն ուսանողներուն ներողություն հայալեզու եւ այսօր ավելցուցած եք դասավանդությունը եւ սա գարձին որ բոլորովին տվյալները փոխած է հայերեն դասավանդության որովհետև դուք այսօր բավական մեծ թիվով արցանց ուսանողներ ունիք, որոնք հերագա գաղկով հայագիտություն ուսանին ծեր մոտ եւ որոշ մագարտագի մը գահասնին այս ինչպես է եւ երբեն ի վեր այս արցանց դասավանդությունը հաստատվեցավ ծեր հաստատության մեջ։
Ուրեմն ասի շատ ոնց հարգավ երազանք մներ, որովհետև մեր ինչպես հասկացաք մեր տասախոսական գազմը բավական հարուստ է եւ իսկապես ափսոսելի է որ այնքան քիչ մարդիկ գոկտվին անգե, այսինքն պետք է Փարիզ գտնվից եւ ժամանակ ունենաս տասերուն կալ տասի ժամերուն որբեսի այդգե կարենաս օգտվել երբ այս մեր գազմին մասնակցությունները եւ այլն բավական բացառիկ գրնանք համարել։ Ուրեմն այս երազանքը գար, բայց միջոցները գտնելը բավական դժվար է։ Ուրեմն առաջին փուլը անցավ երբ Գյուլբենկյան հիմնարկը ստեղծեց Զարմանազան ճամբարը, որ այսինքն 2016-ին սկսյալ Գյուլբենկյան հիմնարկը որոշ մասնակիցներու սեմինարներ կազմակերպեց մտածելու համար տարբեր ուղղություններու մասին, թե ինչպես կրնանք արևմտահայերենը արմատացնել, ոչ միայն փոխանցելու հարցը, այլ այսինքն այս ինչպես ասեմ, ավելի հաստատուն հիմքերու վրա դնել այս արևմտահայերենը առօրյա այսօրվա իրականության մեջ, որբեսի ավելի ճյուրինը լա փոխանցելը։ Ուրեմն հոն որոշվեցավ եւ 2017 թվականին սկսավ այս Զարմանազան ճամբարը, որուն մեջ Անի Գարմիրյանը ուներ բավական, այսինքն հստակ նպատակը, գուզեր հոն բերել նաեւ դպրոցի ուսուցիչներ, որբեսի ուսուցիչները հասկանան, տեսնեն, որ միայն դպրոցի վիճակի մեջ չէ, միայն դասարանի մթնոլորտի մեջ չէ, որ լուրջ կրնաս լեզումը սորվիլ, այլ նաեւ խաղի ստեղծագործության միասին ապրելով եւ առանց ամեն 5 վայրկյան ասելու հայերեն խոսե կարելի է նորեն շատ լավ հաջողություններով հասնել անին ադոր համոզված էր եւ իսկապես այդպես եղավ ուրեմն առաջին դարիներուն այս ճամբարեն ներս դասընթացքը կազմակերպեցին ուսուցիչներուն համար եւ դասընթացքի մեկ մասը հետո առցանց շարունակվեցավ որբեսի այս ուսուցիչները ինալկոեն վկայական մստանան 30 վարկանիշնոց բզիկ վկայականը ուրեմն ասի խոսք դերևս Զարմանազանի մասին, որովհետև մեր ունգընտիրները հավանաբար քաղաքապար չունին թե ինչ է այո ուրեմն ճամբարն է որ գհավաքվին ամբողջ աշխարհի երդասարտներ Ամառնային ճամբարը չէ Ամառնային ճամբարը որ Ֆրանսա դեղի կունենա ուրեմն 2017-ին իվեր միայն մեկ տարի 20 թվականին արցանց եղավ արի բացառություն հարգավ կհասկանանք ինչու եւ այս ճամբարը գուզե լալ ծևով այսինքն գուզե գիրարգել նոր ոչ թե մանկավարժական որտեղ մանկավարժություն չէ ճամբար է այսինքն ավելի ժամանցային բայց վերջի վերջո ժամանցային բայց նորեն գրթական ստեղծագործության գծով եւ երեխաներուն ինքնավարության վրա հիմնվելով եւ իրենց այսինքն գետրոնը իրենց դարձնելով այսինքն ոչ թե իրենց բանը գհրամցվի գերագրվի այլ իրենք գհնարեն ամեն օր թե ինչ պետք է լա իրենց ճամբարը եւ ադի գնեն հայերենով որովհետեւ ուրեմն հարգավ երեխաները ընտրելու բանը պատասխանատվությունը բավական կարևոր է ադոր մեջ որբեսի հայերենը մնա միակ համընդհանուր հաղորդակցության լեզու եւ հոն է կապնիկը այսինքն պետք չգա ասելու որ հայերեն խոսե բարձրապես ադեն գա որ այս երեխան գրնակիչ մոուզել թուրքերեն խոսիլ Թուրքիան եկած իր ընկերոջ հետ կամ անգլերեն ուրիշի հետ բայց միշտ ադեն մգա որ պետք է հայերենին անցնի եւ գտեսնենք որ մեկ ամսվա ընթացքին աստիճանաբար կանցնին հայերենին եւ իսկապես այս ճամբարը շատ ոգևորիչ մթնոլորտ մնե որ հույս կներշնչե արևմտահայերենի փոխանցման մասին Եվ ուրեմն նպատակը այն էր, որ այս նույն հույսը ուսուցիչները ունենան, որովհետև հայերենի ուսուցիչները իսկապես պետք ունին նոր հերանեկարներու, պետք ունին ավելի անկախ ձևով մտածելու իրենց մանկավարժական մոտեցումին մասին, պետք ունին իրենց ավելի գործնական լալու եւ ոչ թե դրա քիրմը հրամցնելու աշակերտներուն
Նաև որբեսի աշակերտներն ավելի գենթանի սկան այս տասը։ Ուրեմն այս ամբողջի համար այս տասերը ստեղծեցինք եւ 2020-ին երբ որ արցանց եղավ ճամփարը, ուրեմն արդեն ճամփարեն ներս ջրինք ուսուցիչներու ծրագիրը չեղավ, բայց այն դարին մենք ալ որոշեցինք ինալ կոեն, որոշ տասեր այն տասերը որ գնեինք մինչև այդ ճամփարեն ներս, բայց նաև ուրիշ ինալկոյի տասեր դրամատրել արցանց, այսինքն արցանցը գիտենք ամբողջ աշխարհին մեջ այն դարին է որ սկսավ մեծ այսինքն մեծ ծավալով եւ արդեն այս զարմանալին ներս խումբերու ուսուցիչներու խումբերու հետ շփումը շատ մեծ կարևոր եւ ներշնչող փորձառություն եղած է ինձ համար եւ այս ուսուցիչները միշտ սկսեին ինչու մաստեր չեկներ ինչու մաստեր չեկներ որովհետեւ մենք պետք ունենք օրինակ որոշ երկրի մեջ պետք կա գիտենք Ֆրանսիայի մեջ էլ այդպես է որբեսի pedagogan ճանաչում ունենա ուսուցիչը դպրոցը եւ այլն որոշ կամ բազմապես աշխատավարձ կբարձրացնելու համար Ամերիկայի մեջ օրինակ ուրեմն այն դարինալ երբ որ նոր թափը ստացավ այս արցանց դասավանդումը որոշեցի որ արդեն ժամանակն է եւ հոն է որ բոլոր աստղերը իրարու կողքովի եկան այսինքն այս զարմանազանի փորձառությունը այն գիտաժողովի փորձառությունը որոնց մասին առաջ կխոսեի եւ այլն եւ աշխատեցա այս նոր ծրագրի գառուցման վրա ուրեմն ինչ է այս իմաս գոչված այսինքն International Master in Armenian Studies իմաս գոչված այս ծրագիրը նախ ուղղված է թեպի հայախոսներ այսինքն արդեն հայերենին լավ դիրապետող անձեր պետք է լան որոնք ի վիճակի են աղբյուրները հայերեն լեզվով կարդալ գրնալ արևելահայերեն կամ արևմտահայերեն տասերը գրեթե բոլորը արևմտահայերեն կդրվին միայն հայերենով, այսինքն բացառությամբ է որ որոշ տասախոս մը գրնա անգլերենին անցնել եւ այլն, բայց նպատակը այն է որ կնշանակի որ ոչ ֆրանսախոս ուսանողները նաեւ գրնան ուղիղ արցանց տասին, որովհետեւ ֆրանսերենի միջոցով չէ որ հայերեն կտասավանդի։ Այո, այսինքն ֆրանսերենի դիրապետումը չի պահանջվի Թեև ետքը ֆրանսական վկայական մնե որ գդրվի, մաստերզմա, այսինքն pedagogan, որ եվրոպական չափանիշներով ասենք ծրագիրը։ Ասեմ որ նաև քիչ առաջ երբ որ խոսեցանք մեր բակալավրի, այսինքն մեր ընդհանուր սկսնակներու եւ բոլոր տասերու մասին, ասեմ որ երբ ինալկոին իններս, այսինքն գրնալալ որ պետք չլա ասելու, բայց կնախընտրեմ ասել Երբ որ գտասավանդենք հայոց պատմություն, արդեն հոն, ասենք, ասկային մոդեցումև չէ որ գնենք։ Հարգավ աբասկային չէ, բայց ասկային չէ, այսինքն գպորցենք հետազոտական Գուզեի բարձավես հասկնալ, թե ինչ կնշանակի ասկային դասավանդություն չէ որ գնենք։ Երբ ասենք շապատորյա հայկական դպրոցեմը ներս գտասավանդվի հայոց պատմությունը, ունենք հերոսներու շարքը եւ այս հերոսներուն գվերակրվին որոշ նպատակներ հայոց ինքնության հետ կապված, լա Մեսրոպ Մաշտոցը, լա Դրտատակավորը, լա Վարդան Մամիգոնյանը եւ այլն, այսինքն գրնանք ասել որ այս ամբողջը ասենք ասկային բադումը դասմեն, չէ։ Այսին հայրենասիրություն չեք դասավանդել։ Ոչ, նպատակ այդ չէ։ Թող սիրեն, հարգավ, բայց նպատակ, այսինքն այդ մոդեցումով չէ որ դասավանդված է, հետազոտական մոդեցում է։ Այսինքն դասավանդենք նույնպես մեր ուսանողները գրնան հայ չլալ, կփորձենք միշտ փախտadel մնացած մշակույթներու հետ նույն ժամանակին ընդհանուր արևմուտքի մեջ ինչ կգադարվի ու աշխարհին մեջ ինչ կգադարվի, այսինքն հայոց մշակույթի պատմությունը քննական մոդեցումով գտասավանդենք։ Ինչ որ ալելա միշտ քննական մոդեցումով է։ Այսինքն այս մագիստրոսական ծրագիրին մեջ ալ նույն մոդեցումն է հարգավ եւ հոս գա բավական կարեւոր քայլը, որովհետեւ կնկատենք որ մեր ուսանողներու մեծամասնությունը, որոնք
Անոնք որոնք արդեն հայրենի մեջ սահուն են եւ ի վիճակի են դեսական կամ այսինքն կամ գոյեվե պատմապանական եւ այլն աղբյուրներ գարտալու այս ուսանողները հաջող իրենց հայրենը գործածած են ավելի ասկային միջավայրի մեջ, այսինքն ասկասիրական գործունեության մեջ։ Եվ մենք կփորձենք մեր մոդեցումին մեջ ասել, որ օքեյ, ասի գա, եւ ցեվով մը գիտենք, որ ինչ որ հոս կնեք, ձեր ասկասիրական գործունեության նպաստելու համար է։ Եվ ադի նպատակ չէ, որ հերքենք ընդհանրակը, այսինքն եթե գրնանք ավելի լավ մասնակիցներ պատրաստել, որովհետեւ հայկական կառույցները եւ այլն ավելի հաստատուն մասնակիցներ ունենան հարգավ նպատակներն մեկը այն է, բայց կարևոր է որ բահմը ամեն մեկը ի վիճակի է լա ծևով մը քննական մոդեցումով նայել իր իսկ ասկային կապարներու մասին, այսինքն ծևով մը անչադվիլ ասկային են եւ բարձրապես փաստերը դիտել։ Ծևով մը այսինքն գիտական մոդեցում մն է եւ բայց կուզեմ ասել որ այս մեր ուսանողներուն համար միշտ թյուրին չէ եւ գրնամ ասել որ այս ծրագրին փորձառութենեն բավական կարևոր գոմերեն մեկն է որ իսկապես մեր ուսանողները շատ շնորհակալ են մեզի ծրագրին ավարտին ասոր համար։ Ուրեմն այս տարի գարձեմ մեծ թիվով շրջանավարտներ ունեցաք եւ արցանց դասավանդության այսպես կակատնագետը եղավ այս տարի։ Անցյալ տարի ալ, այսինքն 2 տարի է, որ ամբողջական առաջին տարի միայն 2 շրջանավարտ ունեցանք, որովհետեւ ուսանողներ են, որոնք ուղղակի երկրորդ տարի մտան, որ բացառություն մներ, բայց արդեն շատ բաներած էին մեզի հետ եւ այս կարելությունը ստեղծեցինք։ Բայց ուրեմն անցյալ տարի եւ այս տարի ունեցանք հիմա թիվը գրնամ քիչ մսխալի, բայց 13-12-ին մինչեւ 14 շրջանավարտ ունեցանք։ Պետք է ասել, որ բավական դպավորիչ էր ալկոյի վկայականներու հանձնման արարողության արդիվ տեսնել թե այսքան մեծ խումբով հայրենի ուսանողներ, որոնք ամբողջ աշխարհեն եկած էին, որովհետև մեր ուսանողները արդեն կպատրաստվին այս օրվան համար եւ կան այս վկայականը ստանալու համար եւ իրարու հետ ֆիզիկապես երբեմն առաջին անգամ շփվելու համար ուրեմն այո ունեցանք այս երկու շրջանավարտներու խումբ ունենք արդեն Եզրակացնելու համար մեր այսօրվա հարցազրույցը Անահիտ Տոնապետյան Դեմոպուլոսի հետ գուզեի բարձրապես հարցնել թե հաջորդ տարեշրջանի համար պատրաստությունները եղած են, արձանագրությունները բաց են, փակ են եւ ինչ են պայմանները, որովհետեւ այսինքն կորսնական պայմանները այս դասավանդություններու հետևելու եւ մակիսխոսային վկայական պատրաստելու համար։ Այո, ուրեմն թիմումնակրերու առաջին փուլը ավարտված է, բայց թեր կան տեղեր երկրորդ փուլին համար։ Երկրորդ փուլը ուրեմն տեղի պիտի ունենա հունիս 17-ին մինչև հունիս 30-ը առցանց հարթակ մը գա, ուր պետք է թիմել Ուրեմն բարդաթիր է բակալավրի, այսինքն բեյչլոր կամ լիսանսի դեր լալ, բավական լայն մասնակցություններ կընդունենք, կարևոր է նաև թերթաբաժարները բացատրող նամակ հանձնել, ուր կբացատրվի թե ինչու գուզե մասնակցիլ դրված ուսանողը այս ծրագրին, ինչու համար կարևոր է իր գործունեության համար, ասեմ, որ այս ծրագիրը հետազոտական մագիստրոսական ծրագիր չէ, միայն բացառիկ բարականեր են, որ թույլ կտանք, որ ուսանողը հետազոտական աշխատանք մը կատարե իր ավարտաճարին համար, եթե արդեն պատրաստ է ադոր, բայց մենք կփորձենք ավելի փորձաշրջանի վրա հիմնել այս ավարտաճարը լաուսուցիչներուն համար, նորարար ծրագիր մը ներդնելով իրենց դասարանեն ներս
բայց ով որ ալելա դարբեր լեսագի փորձառություն նգրնա ունենալ եւ այս փորձառության նկարակցությունն է որ ավարտաճարին թեման գտարնա փորձառությունը ուր պետք է որ հայերեն լեզուն իր թերը ունենա այսինքն բարձրապես հայերենով լա եւ ուրեմն այս նպատակի հետ ընդհանուր այս անցի փորձառության հետ եւ կորձունեության հետ լավ է որ գապ ունենա որովհետեւ նպատակը ինչպես կսի այն է որ մեր շրջանավարտները ի վիճակի լան հետակային սպյուրքին մեջ իրենց միջև նոր ցանցեր գազմելու շնորհիվ այսինքն գարենան նոր ծրագրեր ստեղծել որը պիտի միշտ չլան մեր ավանդական գարուսներու կորձունեության շարունակությունը այլ գրնան ցևով նոր տեսակի նախաձեռնություններ ունենալ Շնորհակալություն Անահիտ Տնաբետյան շատ կարճ եթե կարելի է մեզի ասեք թե ուր պետք է թիմեն վեբսայթի վրա որ ինչ կայքեչի պետք է թիմեն ուրեմն բոլոր մասնակից ուրեմն կայքեչը կգոչվի admission.inalco.fr/e-candidat բայց համենայն դեպս խորհուրդ կուտամ երթալ Inalco-ի կայքեչին վրա inalco.fr Եվ հոն պիտի տեսնեք, պիտի պնդրեք դարբեր ծրագրերու ցանկը, որ գերտած լեզուներով, ուրեմն լեզուները պնդրելով, հայերենը պնդրելով պիտի գտնեք մեր էջը եւ հոն դեղ մգա ուր այս դերակցությունները հայերեն դրված են, քանի որ հայախոսներուն համար են, ուր այս ամբողջ մանրամաս դերակցությունները Շնորհակալություն այս լայնածավալ հարցազրույցի համար լայնածավալ, որովհետև դակավին մեծ այսպես հսկա թաշտ մգա, որի մասին դակավին կարելի է խոսիլ։ Շնորհակալություն Անահիտ Տնաբետյան Դեմոփուլոս։ Շատ շնորհակալություն Հիլդա, սիրելի Հիլդա։ Ցտեսություն բոլորիդ։ Ցտեսություն։